Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի 13-ամյակին նվիրված ելույթ Արմենակ Աբրահամյան 1918 թվականի մայիս 28-ին Հայաստանի համար անկախության հռչակման որևէ հայտարարություն գոյություն չունի։ Արմենակ Աբրահամյան Իրանը Միացյալ Նահանգներեն 12 միլիարդ դոլար կպահանջի բանակցությունները շարունակելու համար։ Հայերը հուսախաբ էին 1911 թվականի մամուլի ահազանգը Գերմանահայ համայնքին մեջ հարցվածներուն 71 առ 100-ը խոստովանած որ Գերմանիո մեջ կփախի հագահայկական ցեղաբաշխության 1953 թվականին ԽՍՀՄ-ի հրաժարումը դարածքային բանջերեն եւ անոր անդրադարձը Արևմտյան Հայաստանի հարցին պատմական հիշողություն եւ գենետիկ իրականություն հայերեն նոր լրատվական ծառայություն կենտրոնացած թվային հարթակներով վրա Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հիմնադրման 10-րդ տարեդարձին առիթով ելույթ ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ, Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյան։ Իր ելույթին մեջ անընդգծեց, որ ազգային ժողովի ստեղծման գաղափարը ձևավորված է երկարատև քննարկումներով եւ պատմաիրավական հիմքերով վրա։ Ան հիշեցուց, որ 2012 թվականի նոյեմբեր 30-ին Փարիզի մեջ պաշտոնապես հայտարարված է ազգային ժողովի ձևավորման գործընթացը։ Ըստ անոր այդ որոշման հիմնական նպատակներն էին պետական կառավարման համագարկերու ստեղծումը եւ համահայկական ներուժի համախմբումը։ Արմենակ Աբրահամյան շեշտեց, որ ազգային ժողովը կդիտարկվի իբրև հարթակ հայ ժողովրդի ուժերու համախմբման եւ ազգային խնդիրներու շուրջ միասնական դիրքորոշման ձևավորման համար։ Ան նաեւ անդրադարձավ այն գաղափարին, որ ազգային միասնությունն ու պատմական իրավունքներու գիտակցումը առանցքային նշանակություն ունին հայ ժողովրդի աբակայի դեսպականի մեջ։ Անոր խոսքով այս գործընթացը հիմնված է նախորդ տարիներուն ընդունված շարք հռչակագիրներու եւ որոշումներու վրա, որոնք քաղաքական ու իրավական հիմք կստեղծած են ազգային ժողովի կազմավորման համար։ Ելույթի ավարտին Արմենակ Աբրահամյան ընդգծեց, որ այս նախաձեռնությունը կդիտարկվի որպես շարունակական գործընթաց ուղղված ազգային կառույցներու զարգացման, հայ ժողովրդի համախմբման եւ պատմական հիշողության բաբանման։ Հարգելի հայրենագիտներն ամբողջությամբ կարելի է կարդալ մեր պաշտոնական գայքեն։ Հաշվի առնելով Անդրկովկասի քաղաքական միասնության լուծարումեն եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումեն հարաճած նոր իրավիճակը հայ ազգային խորհուրդը ինքզին կհռչակե հայկական նահանգներու քերակույն եւ միակ իշխանություն։ Կարևոր պատճառներով եւ հայկական ազգային կառավարության գազմավորումը հարաճիգա օրերուն հետաձգելու նպատակով ազգային խորհուրդը ժամանակավորապես իր վրա կվերցնե բոլոր կառավարական գործառույթները հայկական նահանգներու քաղաքական եւ վարչական ղեկավարումն իրականացնելու համար։ Հայ ազգային խորհուրդ 30 մայիս 1918 թվական Թիֆլիս Սիմոն Վրացյան Հայաստանի Հանրապետություն Երևան Ինչու 1918 թվականի մայիս 28-ը կհամարվի անկախության օր, երբ նախորդ 1917 թվականի դեկտեմբեր 29-ը կնշե այն օրը, երբ նախկին Թուրքահայաստանը Ռուսաստանի կողմէ ջանցված է անկախ։ Իրականության մեջ Արևելյան Հայաստանի Հանրապետությունը, որ անցյալ տարի նշած է իր 35-ամյակը, 2026 թվականի մայիս 28-ին ոգեկոչած է 1918-1919 թվականներու հայկական որոշ տարածքներու Կովկասյան շրջաններու ինքնիշխանության հռչակման 108-ամյակը։ Սակայն հարկ է հիշել, որ այդ հայտարարությունը ստորագրված է Թիֆլիսի մեջ 1918 թվականի մայիս 30-ին հայկական շրջաններ, հայկական գավառներ վերնագրով եւ ոչ թե Հայաստանի Հանրապետություն անվամբ։ Պատմական եւ իրավական տեսանկյունից սխալը ավելի ծանր է այն իմաստով, որ Հայաստանի Հանրապետությունը որպես առաջին հանրապետություն ներկայացնելը սխալ է։ Իրականության մեջ առաջին անկախ ճանցված հայկական պետությունը եղած է Արևմտյան Հայաստանը, Թուրքահայաստանը, որ 1917 թվականի դեկտեմբեր 29-ին Ռուսաստանի հրովարտակով ճանցված է անկախ եւ ոչ թե Կովկասյան Հայաստանի Հանրապետությունը։ Հարգելի հայրենագիտներն ամբողջությամբ կարելի է կարդալ մեր պաշտոնական գայքեն։ Իրան-ԱՄՆ նախնական համաձայնագրին համաձայն Տեհրան կպահանջի արտասահմանի մեջ սարեցված իրանական գույքերեն 12 միլիարդ դոլարի անհամբար վճարում։ Ֆարս լրատվական գործակալության աղբյուրներուն համաձայն, մինչև այդ գումարը չվճարվի, Իրանը պիտի չմասնակցի հետագա բանակցություններուն։ Աղբյուրը նշած է, որ այս պայմանը համաձայնագրին ամենակարևոր կետերեն մեկն է, թեև անոր մասին ԱՄՆ-ի նախագահը չի խոսած։ Ավելի գանուխ Թրամփ հայտարարած էր, որ ուրբաթ օր պիտի քննարկե Իրանի հետ ցերկ բերված նախնական համաձայնությունը իր օգնականներուն հետ, նշելով, որ համաձայնագրին կետերուն մեծ մասը արդեն համաձայնեցված է։ 1911 թվականին Սալոնիկի Մակեդոնիա հունական թերթը նկարագրած է Օսմանյան կայսրության հայ բնակչության ծանր վիճակը։
Ըստ հրաբարագումին Վանի եւ շրջակա գավառներու հայերը կենթարկվեին քրդական ավազակախումբերու հարձակումներու, հողերու բռնակրաման եւ մշտական սպառնալիքներու։ Հոդվածը կնշե, որ իշխանությունները ոչ միայն չէին կանխեր բռնությունները, այլ հաջող անդարբեր կմնային։ Վանի հայ մետրոպոլիտը պատրիարքարան ղրկած հերակրով ահազանգած էր, որ զինված խումբերը կհարձակին գյուղերու եւ արտերու մեջ աշխատող քրիստոնյաներու վրա, իսկ բնակիչները վախեն փակված էին իրենց տուներուն մեջ։ Թերթը նաեւ կգրե, որ հայերու մեջ կաճեր ռուս ուղղափառությունը ընդունելու միտումը որպես պաշտպանության միջոց, մինչ շատեր օգնություն եւ արտագաղթի հնարավորություն կխնդրեին։ Այս հրաբարագումը պատմական կարևոր վկայություն մնե Արևմտյան Հայաստանի մեջ տիրող իրավիճակին մասին հայերու ցեղասպանութենեն քանի մդարի առաջ։ Գերմանիո Քասել քաղաքին մեջ տեղի ունեցած համաժողովին քննարկված է ներխմբային ցեղաբաշխություն նյութը հայ, քյուրդ, հույն, ասորի, հրյա, սինդի եւ ռոմա համայնքներու մասնակցությամբ։ Գերմանահայ ուսանողական միասին միության անդամները ներկայացուցած են Գերմանիո եւ այլ երկիրներու մեջ հագահայկական ցեղաբաշխության դրսեւորումները, անդրադառնալով նաեւ Արցախյան հագամարտութենեն յետ կաճած հագահայկականության։ Ներկայացած հարցման համաձայն Գերմանահայ համայնքին մեջ հարցվածներուն 71 առ 100-ը նշած է, որ փախած է հագահայկական վերաբերմունքի, բանավոր կամ ֆիզիկական բռնության։ Ապրիլ 24-ին 26-ը Գերմանիո դարբեր քաղաքներու մեջ հայերու ցեղասպանության ողջագոճման ցերնակներու հիմնական գազագերբիչները գերմանահայ երիտասարդներն էին, որոնք շեշտած են պատմական հիշողության, արդարության, բանջարդիրության եւ ազգային ինքնության պահպանման կարեւորությունը։ Մասնագետներուն համաձայն Գերմանիո մեջ կձևավորվի ֆաշիզմի եւ ժողտողականության թեմ պայքարի նոր շրջանը, ուր գործում դեր ունի գերմանահայ ուսանողությունը։ 1953 թվականին Խորհրդային միությունը հրաժարեցավ Թուրքիո նկատմամբ տարածքային պահանջներեն, ներառյալ Գարսի եւ Հարագից շրջանները, վերահաստատելով 1921-ի Մոսկվայի եւ Գարսի պայմանագրերը։ 1953 թվականի մայիս 30-ին խորհրդային կառավարությունը անդեսելով հայ ժողովրդի ակնկալությունները Թուրքիո հայտարարեց, որ պարիտրացիական հարաբերություններու խաղաղության եւ անվտանգության ապրամտման նպատակով Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունները հրաժարած են իրենց տարածքային պահանջներեն։ Այսպիսով ԽՍՀՄ հայտարարեց, որ Թուրքիային տարածքային որևէ պահանջ չունի։ Այս հագահայ դիրքորոշումը հետագային եւս վերահաստատվեցավ միջազգային շարք փաստաթղթերու մեջ։ Հայկական հարցը սակայն շարունակեց գոյություն ունենալ հիմնականորեն պատմական, իրավական եւ քաղաքական քննարկումներու մակարդակով։ Մարդկության պատմության մեջ հաջող հագասություն կնկատվի պատմական հիշողություններու եւ իրական ժողովրդագրական ու գենետիկ պատկերին միջև։ Գիտական ուսումնասիրությունները Արևմտյան Հայաստանի բնակչության գազմավորումը կդիտարկեն գաղթերու, խառն ամուսնություններու եւ 20-րդ դարու զանգվածային դեղաշարժերու լույսին տակ, որոնք խոր ազդեցություն ունեցած են դարդաշրջանի ազգային գազմին վրա։ Գենետիկ հետազոտությունները ցույց կտան, որ Թուրքիո ներկայիս բնակչությունը հիմնականորեն ձևավորված է հին դեղաբնիկ բնակչության հիմքին վրա, դարբեր պատմական շերտերու, ներառյալ Կենտրոնական Ասիայեն եկած սահմանափակ գենետիկ ներդրումներու միավորմամբ։ Միևնույն ժամանակ կշեշտվի, որ հայերը առանցին էթնիկ ժողովուրդ են իրենց հստակ պատմական, լեզվական եւ գենետիկ ինքնությամբ, որ պահպանված է հազարամյակներու ընթացքին Արևմտյան Հայաստանի եւ Կովկասի մեջ։ Այս նյութը գիտական շրջանակներու մեջ կդիտարկվի ոչ թե քաղաքական, այլ պատմամարտապանական տեսանկյունե, նպատակ ունենալով ավելի լավ հասկանալ տարածաշրջանի բազմաշերտ ժողովրդագրական զարգացումները։ Ֆրանսիայի միջազգային ռադիոն կորցարկած է հայերեն նոր լրատվական ծառայությունը, դառնալով գազագերբության 18-րդ օտարալեզու ծառայությունը։ Նոր խմբակրությունը պիտի գործե բացառապես արևելահայերենով եւ կենտրոնանա թվային բովանդակության վրա։ 8 հոգի է փակացած անձնագազմը նպատակ ունի հասնել երիտասարդ լսարանին Instagram, Facebook եւ TikTok հարթակներուն միջոցով։ Գլխավոր խմբակիր Ասրիկ Հակոբյան նշած է, որ այսօր տեղեկատվությունը հիմնականորեն կտարածվի ընկերային ցանցերով, ուստի լրատվամիջոցները պետք է հարմարվին, պահպանելով որակն ու վստահելիությունը։ Խմբակրության առաջնահերթություններն են արագ լրահոսը, նորարարական ձևաչափերը եւ փաստերու ստուգման խիստ մեխանիզմները։ RFI-ի համաձայն նպատակը նաեւ գես լուրերեն զադուրոշելու կարողության զարգացումն է։ Միաժամանակ լրագրող Լիլի Չահվերդյան մայիսի վերջին սկսյալ պիտի աշխատի Հայաստանի մեջ, լուսաբանելով քաղաքական զարգացումներն ու հարաճիգա ընտրական գործընթացները։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։